Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ ադրբեջանի քաղաքացիներին խոշտանգելու եւ առանձնահատուկ դաշնությամբ կանխամտածված սպանելու փաստի առթիվ, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, թե ռուս ուժայինները կտանքներ են կիրառել անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում տեղի ունեցած օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի 2 քաղաքացի էր զոհվել, մի քանիսը ձերբակալվել ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։ Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ մեղադրող Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին, հայտարարել է Մոսկվան։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն այսօր այդ մասին պաշտոնական բողոք է փոխանցել երկրում Ադրբեջանի դեսպանին, պնդելով, թե Բաքվի վերջին գործողությունները ուղղված են երկկողմ հարաբերությունները կազմաքանդելուն։ Ռուսաստանը հայտարարում է, թե 3 մարդ է զոհվել Իժևսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից, եւս 35-ը հոսպիտալացվել են, 10-ը գտնվում են ծանր վիճակում։ Reuters-ը հողմանելով Ուկրաինայի անվտանգության ուժերին հաղորդում է, թե հարվածների թիրախում է եղել Ուկրաինայից ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իժևսկի ռազմարդյունաբերական գործարաններից մեկը։ Ականատեսների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ տեղում պայթյուն է որոտացել, ինչից հետո գործարանի տարածքից ծխի քուլաներ են բարձրացել։ Կրեմլը հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պնդումը, թե Ռուսաստանը ձգձգում է խաղաղության բանակցությունները։ Մոսկվան կատարել է մինչ այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ասել է Դմիտրի Պեսկովը։ До сих пор выполнялись те договоренности, которые были достигнуты в ходе второго раунда переговоров. Մինչ այդ 3 Քիթ Քելոգը կոչ էր արել Մոսկվային անհապաղ հրադադար հաստատել։ Ռուսաստանը չի կարող շարունակել ժամանակ ձգել ռմբակոծելով Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտները, գրել էր նա X սոցիալական ցանցում։ Մերժելով այս պնդումները, Կրեմլը այսօր միաժամանակ շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի համար։ Ռուսաստանը անցած ամիս ամենամեծ տարածքային առաջխաղացումն է գրանցել Ուկրաինայում վերջին կես տարվա մեջ, պահպանելով վերջին 3 ամիսներին ավելացող տեմպը, հաղորդում է France Press-ը վերլուծելով Ամերիկայում գործող պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի ռազմական տվյալները։ Ըստ այդմ ռուսական բանակը հունիսին Ուկրաինայից օկուպացրել է 588 քառակուսի կիլոմետր, մեծ մասը Դոնեցկի արևելյան շրջանում, որը վերջին տարիներին դարձել է Ռուսաստան-Ուկրաինա բախումների կենտրոնատեղին։ Նույն վերլուծության համաձայն անցած ամիս աննախադեպ մակարդակի է հասել նաև Ռուսաստանի կողմից անօդաչուների կիրառումը Ուկրաինայի դեմ։ Անցած գիշեր դրանք թիրախավորել են Դոնեցկի շուկան, առնվազն 1 մարդ մահացել է, 3-ը վիրավորվել։ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Իտալիայում ամառային տապը նոր ռեկորդներ է սահմանում, որոշ դեպքերում գերազանցելով 40-ից 41 աստիճանը։ Ֆրանսիայում մոտ 1300 դպրոց լիովին կամ մասնակի փակվել է։ Փարիզի Էյֆելյան աշտարակի վերին հարկը այսօր եւ վաղը փակ կլինի։ Իտալիան որոշ շրջաններում արգելել է բացօթյա զբոսանքը, Թուրքիան շարունակում է պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով 3 մոտ 50,000 մարդ է տարհանվել։ Եվրամիության Կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, այստեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջինից կրկնակի արագությամբ։